Բարև ձեզ, առաջինի միջազգային ալիքի եթերում Հայաստանի կողքին հաղորդումն է։ Հայկական մշակույթի զարգացմանն ու միջազգային տարածմանն ուղղված նախաձեռնությունները շարունակվում են։ Այսօրվա թողարկմանը կանդրադառնանք իրականացված ծրագրերից մի քանիսին։ 13 հայ արվեստագետի աշխատանքներ ներկայացվել են Գերմանիայի Քյոլն քաղաքում։ Պատկերացնելով ներկան դեպի նոր լեզու խորագրով, թե ինչ արձագանքներ եւ ուղերձներ է ունեցել այս ցուցադրությունը, ծանոթացեք մեր առաջին տեսանյութում։ Հայաստանից 13 արվեստագետներ ցուցադրել են իրենց աշխատանքները Քյոլնում։ Ցուցահանդեսը անցկացվել է 2 ամիս, պատկերացնելով ներկան դեպի նոր լեզու խորագրով։ Մենք այս ցուցահանդեսով փորձ ենք կատարել կախարդանքի մակարդակի հասցնել ներկայի հանդեպ մեր ունեցած ամբողջ հավատը, լավատեսություն ստեղծել, ոչ թե ներկայացնել մեր ցավերը, տառապանքները, որոնցից որ բաղկացած է մեր ներկան ու նաև երկար ներկան։ Ցուցահանդեսը կազմակերպել է Art Bazis արվեստային նախաձեռնությունը։ Ներգրավել են բոլոր այն արվեստագետներին, որոնց հետ մշտական համագործակցության մեջ են։ Նախաձեռնությունը ֆինանսավորել է Հայաստան համահայկական հիմնադրամը։ Նրանք հնարավոր դարձրեցին, հենարան դարձան իրենց ֆինանսավորմամբ եւ նաեւ ոգևորելով, որպեսզի այդ ցուցահանդեսը հնարավոր լինի իրականացնել։ Մոմիկ Վարդանյանի խոսքով նախաձեռնությունը մեծ արձագանք է ստացել Քյոլնում, ինչն էլ ավելի երկարաձգել է գեղանկարների ցուցադրության տևողությունը մի քանի օրից դարձնելով 2 ամիս։ Արվեստի ամբողջ համայնքը ոչ ամբողջական, բայց հիմնականում ներկայացուցչական կերպով Գերմանիայի արվեստի համայնքը տեսել է ցուցահանդեսը։ Շուտով հայ արվեստագետները իրենց արվեստի նմուշները կցուցադրեն նաև Բերլինում։ Դա ուղիղ ձևով կարելի է համարել նաև այս ցուցահանդեսի հետևանքները, արդեն հիմնադրամը ոնց որ իր գործը արեց, ֆինանսավորեց, մեզ պետք է մի անգամ անել այդ ցուցահանդեսը։ Ստացված արդյունքներից հետո Art Bazis-ն արդեն պատրաստ է հանդես գալ նոր նախաձեռնություններով եւ համագործակցություններով։ Գյումրու պետական դրամատիկական թատրոնի խաղացանկային լավագույն ներկայացումները ցուցադրվել են ԱՄՆ-ում AGBU ներկայացումների կենտրոնում։ Առավել մանրամասն ծանոթացեք մեր հաջորդ տեսանյութում։ 160-ամյակը սփյուռքահայ հանդիսատեսի հետ Գյումրու պետական դրամատիկական թատրոնն այսպես տոնեց իր հոբելյանական տարին։ Մենք որոշեցինք, որ պիտի առաջին բանը լինի հենց այդ 161-ի շրջանակներում հյուրախաղեր Ամերիկայի Միացյալ Նահանգներ, բայց բոլորը շատ լավ գիտենք, որ բավականին բարդ է ամեն ինչ իրականացնել, քանի որ մենք ներկայացնում ենք պետական թատրոն։ Հյուրախաղեր ունենալու գաղափարն աջակցեց եւ իրականություն դարձրեց Հայաստան համահայկական հիմնադրամը։ 3 ամիս նախապատրաստական աշխատանքներից հետո Լոս Անջելեսի բեմում էին երկնագույն շանաչքերը եւ Սիրո քաստինգ ներկայացումները։ Որոշեցինք, որ 5 տարի անց փոքր-ինչ ավելի ներկայացումներ խաղանք, որտեղ ավելի շատ պիտի խոսվի սիրո մասին, համերաշխության մասին, մեր արժե համակարգի մասին, այսինքն ավելի դրական լիցքեր փորձենք փոխանցել, եւ դրա համար որոշվեց Սիրո քաստինգ ներկայացումը։ Մյուսը երկնագույն շանաչքերը, մինչև այս հյուրախաղերը արդեն հայտնվել էր միջազգային բեմերում։ Միացյալ Նահանգներում եւս սպասում էին այս ներկայացմանը։ Սա այս ներկայացումը միանշանակ հանդիսատեսի պահանջով եղավ, եւ այդ ներկայացումը փոքրինչ տարբերվում է նաեւ իր բեմադրավ ոճով։ Կարծում ենք, մենք սկզբից մտածում ենք, որ ոչ բոլորի համար ընկալելի կլինի էքսպերիմենտալ ներկայացում է, բայց ուրախություն մեզ ընդունեցին, շատ լավ ընկալեցին։ Թատրոնի գեղարվեստական ղեկավարին տպավորել է հայ հանդիսատեսի արձագանքը։ Սա հաշվի առնելով ներկայացումները բեմ դուրս եկան նախատեսվածից ավելի շատ։ Շատ ուրախացանք, որ դահլիճում ոչ միայն գյումրեցի հանդիսատեսներ էին, նախ լեփլեցուն էր դահլիճը եւ Հայաստանի տարբեր շրջաններից եկել էին։ Մարդիկ կարոտել էին, սա շատ կարևոր է։ Այս երկու ներկայացումները դեռ երկար ժամանակ կլինեն Գյումրու պետական դրամատիկական թատրոնի խաղացանկում։ Հյուրախաղերից հետո թատրոնն ավելի մեծ եռանդով է պատրաստվում շարունակել իր գործունեությունը եւ ներկայանալ հանդիսատեսին հիշարժան խաղերով։ Այս պահին իմ զրուցակիցն է Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար դերասանուհի Նարինե Գրիգորյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Տիկին Գրիգորյան, բոլորովին վերջերս ավարտվեց Արտավազդ 2025 մրցանակաբաշխությունը, որի շրջանակներում համազգային թատրոնի լակոտը ներկայացում արժանացավ տարվա լավագույն ներկայացում անվանակարգին, իսկ բարկանում ես ներկայացումը լավագույն մանկական ներկայացում։ Ինչի առիթով շնորհավորում ենք եւս մեկ անգամ, կխնդրեմ խոսեք ձեր զգացողություններից, ապրումներից։
Առաջին անգամը, երբ թատրոնը ստանում է 7 մրցանակ, 7 արտավազդ եւ համարը չեմ հասցրել նստել դահլիճում, մեկ ուրախությունից էինք վերտրնում, մեկ բարձրանում ենք բեմ, մեկ մրցանակ էինք տալիս եւ այդպես, բայց աննախադեպն այն էր, որ բոլոր ներկայացումները, որովհետև ի վերջո ամենաբարձր չափանիշը լավագույն ներկայացում ստանալն է, որովհետև ի վերջո թատրոնի այդ բոլոր ռեսուրսները աշխատում են, որ լավ ներկայացում ստացվի։ Իսկ դա միշտ չէ, որ լավ է ստացվում։ Եվ երբեք սիրտս չի թրթրացել լավագույն մանկական ներկայացման համար, որովհետև չենք ունեցել եւ չենք մասնակցել դրանով արտավազդին, այս տարի դա հենց առաջին մրցանակն է, երբ տալիս են։ Եւ երբ ասացին բարկանում ես, շատ ուրախացան, գնացինք կորցրել էինք մեզ բեմը եւ այլն։ Եվ այո, ինչպես ասում եմ, որ շատ եմ կարևորում մանկական ներկայացումները, հիմա արդեն երբ ավելի հասուն եմ, ավելի շատ, ես մինչև հիմա չէի բեմադրել մանկական, բայց հիմա հասկանում եմ, որպեսզի վաղը թատրոնը ունենա հանդիսատես, այսօր մենք ավելի շատ ջանք պիտի թափենք մանուկների համար եւ շատ ուրախ եմ, որ այդպիսի ներկայացում ենք ստացել, դե ներկայացումը կենթանի բենդով է բեմի վրա, մեծ ծառ է եւ դերասանները շատ կերպարանափոխվում են եւ ճիշտն ասած հենց պիեսը ծնվել էր, այսինքն հեքիաթը ինձ մանուկները հուշեցին, երբ ես պիտի գրադարանում իրենց համար կարդայի Հովհաննես Թումանյանի Տերն ու ծառան։ Իրենք սկզբից ասում էին հրաշքներ ենք ուզում բեմում եւ այլն, բայց երբ Տերն ու ծառան կարդացի, շատ ծիծաղեցինք միասին ու ասացին, որ բեմում կուզեն տեսնել։ Եվ այդպես ծնվեց այդ ներկայացումը եւ դա շատ մեծ ուրախություն էր։ Ինձ համար ամենամեծ ուրախությունը մանկական ներկայացումն էր։ Բայց արտավազդ մրցանակաբաշխության մեջ ամբողջը գալիս եւ ամենա ապոֆեոզը դա իհարկե արդեն տարվա լավագույն ներկայացումն է եւ արդեն մտածում ենք այդքան մրցանակների կողքին չենք ստանալու լավագույն ներկայացում, բայց արի ուտես որ ստացանք։ Խոսենք նաեւ լակոտը ներկայացումից եւ բարկանում ես ներկայացումից հանդիսատեսի մասով ինչ արձագանքներ է ստացել, իհարկե մինչեւ արտավազդ 2025-ի պարգևները։ Երևի հանդիսատեսի գնահատական ամենաշատը պարզ է դառնում տոմսերի վաճառքով եւ կարող եմ ասել, որ լակոտը ներկայացումը երբ դնում ենք, շատ արագ սպառվում են տոմսերը։ Իսկ բարկանում ես ուղակի պիտի մանկական ներկայացումների շարքը ավելացնել, որովհետև հանդիսատես կա, որ չգիտի, որ համազգային թատրոնում արդեն մեկնարկում են մանկական ներկայացումներ։ Դրա համար մի քիչ ավելի բարդ է դրա հետ կապված, բայց ով գալիս է, այսինքն կա հանդիսատես, որ 5-րդ անգամ է նայում, ինչպես եւ ես եթե առիթը չեմ կորցնում, ասում եմ լավ 5 րոպե նայեմ, տեսնեմ լավ են սկսում գնամ ու էլ չենք դիմանում։ Մինչև վերջ մնում եք գալի։ Այնքան ենք ծիծաղում, այնքան ուրախանում, հաղթահարում մեր բարեկությունները։ Իսկ ինչպես ծնվեց գաղափարը եւ լակոտի ներկայացման, իհարկե բարկանումեսի մասին արդեն ներկայացրեցիք, բայց կուզեմ խոսենք նաեւ լակոտը ներկայացումից։ 2024 թվականը Սո Սարգսյանի հոբելյանական տարին էր, 95-ամյակներ եւ ուզում էինք, քանի որ Սո Սարգսյանը վերջին տարիներին շատ հետաքրքիր գրում էր եւ գրքեր կան բազմաթիվ, շատ ուզեցինք, որ նաեւ հանդիսատեսը Սո Սարգսյանին այդ տեսանկյունից էլ ճանաչի, ոչ միայն որպես մեծ արտիստ, մտավորական, այլ նաեւ որպես գրող։ Եվ ընտրեցինք իր լակոտը, վիպակը, եւ իհարկե շատ բարդ էր, որովհետեւ վիպակը ավելի շատ ֆիլմի է նման, քան ներկայացման, բայց ցանկությունն ավելի մեծ էր, քան ժանրի զգացողությունը եւ այդպես ուղակի փորձեցինք երկու ռեժիսորներով, Անդրանիկը Միքայելյան, ով երիտասարդ տղա է եւ հատկապես պատանեկան սիրո, տղաների խաղի այդ բոլոր հարցերը ինքը շատ լավ էր տիրապետում։ Ես ավելի լավ տիրապետում էի հասուն շրջանը, արդեն այդ երբ հերոսները մեծանում են, արդեն ավելի ծանրանում է ճակատագրերը եւ այլն։ Եվ ընդհանուր հետաքրքիր է կիսատ մնացած ճակատագրերի պատմությունը։ Թվում էր, թե շատ մեծ սերեր պիտի ինչ լիներ, ինչեր ծնվեին, ովքեր ծնվեին, բայց կիսատ է մնում ամեն ինչ։ Եվ ուղերձը երևի այն մասին է, որ վերջում հետո ասում է, ինչու էր լակոտ ասում, որովհետև ասում է գիտեի, որ լակոտ ես մնալու, կամ փրկես դառնալու, եւ
երևի ավելի շատ հենց ըմբոստություն է առաջանում հանդիսատեսի մեջ կիսատ չթողնել իրենց կյանքը հենց սեփականը ինչպես է լինում որ հակադրվում ես չէ պատմությանը եւ որոշում ես որ դու քո կյանքը քո սերը քո երկիրը պիտի մինչև վերջ տանես ու զարգացնես ու ապրեցնես ու կայացնես այդպես այստեղ կարևորը իհարկե ուղերձն է շատ կարևոր ուղերձ է իր մեջ պարունակում եւ կուզեմ խոսենք նաեւ համահայկական հիմնադրամի հետ համագործակցությունից Պիտի շատ շնորհակալություն ասեմ Հայաստան համահայկական հիմնադրամին, որովհետև իրենք աջակցեցին, հովանավոր կանգնեցին մեր կողքին եւ գիտեք, դա բացի ֆինանսական օգնությունից, դա տիրոջ դու զգում ես որ թիկունքիդ տեր կա ով ամեն վարքյան հետաքրքրվում է ամեն վարքյան չի լավ արդեն ծնունդի ժամանակ հետաքրքրվում է ինչ ներկայացումներ ինչպես են անverջ կողքիդ է եւ դա մի այսպեսի թիկունք է զգում եւ շատ շնորհակալ եմ որ այդ աջակցության շնորհիվ մենք կարողացանք երկու ներկայացում ստեղծել եւ հետաքրքիրը որ մրցանակները ստացանք ասացի տեսնես իրենք գիտեն որ իրենց այս ներդրումը մեծ գնահատականի արժանացել եւ ու տեսա որ արդեն իրենց էջում տեղադրել էին ու շատ ուրախացանք որ իրենք էլ են ոնց որ մենակ չես ուրախանում հիմնադրամի աշխատակիցները բոլորով իհարկե տոնում էին դա մեծ տոն էր նաեւ հիմնադրամի համար որովհետեւ գաղտնիք չէ որ հիմնադրամը կանգնած է մշակույթի կողքին եւս Տիկին Գրիգորյանը իհարկե արտավազդ 2025 մրցանակաբաշխությանը ձեռք բերած հաղթանակները պարտավորեցնող են հետաքրքիր է առաջիկայում ինչ նոր ծրագրեր կան։ Շատ շնորհակալ եմ հարցի համար, որովհետև այնինչ արժևում սպասում է դա շատ թրթիր է առաջացնում մեր բոլորի սրտում, որովհետև վերջապես համազգային թատրոնը կունենա իր նոր շենքը եւ այդտեղ մենք կբացենք մեր նոր թատերաշրջանը արդեն սեպտեմբերին եւ իհարկե այն պարտավորեցնող է նաեւ նրանով, որ պետք է նոր առաջնախաղեր լինեն Իհարկե անպայման կլինի Սոս Սարգսյանի լակոտը որպես սիմվոլ անպայման մենք հիմա համագործակցում ենք Սիմոն Աբգարյանի հետ եւ արդեն նախապատրաստական աշխատանքներ տարել ենք եւ նա մեզ մոտ բեմադրելու է իր Պենելոպե պիեսը դա մայիս-հունիս ամիսներին կլինի, բայց պրեմիերան կխաղանք իհարկե սեպտեմբերին եւ ես բեմադրում եմ Մետրլինքի Սուրբ Անտոնիոսի հրաշագործությունը։ Այդ երեքով կբացենք թատրոնը, բայց հիմա նույնպես ունենք երկու առաջնախաղ, Անդրանիկ Միքայելյանը բեմադրում է Երվանդ Քոչար, մի դիպլոմային ուսանող կա, որ բեմադրում է շատ դիպլոմային աշխատանքը։ Այո, դիպլոմային, որը վերցնում եմ խաղացանք, որովհետեւ Եթե ես ինչպես են մեզ բերել, չէ, եւ ճանապարհ տվել եւ սերունդ կրթել, հիմա մենք ենք պարտավոր դա անել եւ բարձվում է դա ամենաշնորհակալ եւ ամենաերջանիկ գործն է։ Հա, իսկ հետո արդեն կլինի նաեւ Վիլյամ Սարոյան, այսինքն հոկտեմբեր, հետո այսպես շատ մեծ է ցանկը։ Մանկական ներկայացումների շարքից ընտրել եմ նորից Բարկանումեսի ձևաչափով, որ երկու հեքիաթ են։ Առաջին մասը հայկական հեքիաթ է, երկրորդ մասը նույն թեմայով ուրիշ երկրի հեքիաթ է։ Մտածում եմ, որովհետև դաշտում շատ լավ մանկական ներկայացումներ կան, ի վերջո պիտի մի ուրիշ ձև գտնես, չէ՞, որ երեխաները իմանան, որ գալիս են այստեղ ուրիշ բան դիտելու։ Համագործակցության մասով ինչ կասեք Հայաստան համահայկական հիմնադրամի հետ։ Երբ զանգահարեցինք եւ իրար շնորհավորեցինք, ասացի, որ կարծում եմ, որ մեր այս համագործակցությունը շարունակական կլինի եւ ստացա պատասխան անպայման։ Շնորհավորում եմ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հիշեցնեմ մեր հեռուստադիտողներին, որ իմ հյուրն էր Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար դերասանուհի Նարինե Գրիգորյանը։ Մենք կհանդիպենք ուղիղ մեկ շաբաթ անց։ Ցտեսություն։